Ուկրաինական ռազմաճակատում եւ դրա շուրջ իրավիճակը շարունակում է սրվել, զուգորդվելով ակտիվացող դիվանագիտական խմորումներով եւ նորանոր հայտարարություններով։ Անցած գիշեր Ուկրաինայի հարավ-արևելյան Զապորոժիե քաղաքը ենթարկվել էր ռուսական ուժերի զանգվածային դրոնային հարձակման, ինչի հետևանքով վնասվել էին բնակելի շենքեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հարձակումը տեղի է ունեցել, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռազմաճակատի տարբեր ուղղություններով, մասնավորապես Պոկրովսկի շրջանում իրենց զորքերի առաջխաղացման եւ Զատիշա գյուղի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։ Ամերիկացիների կողմից առաջարկ է եղել, որը մենք բավականին ընդունելի ենք համարում։ Այսքանը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի սահմանների մոտ է լարվածությունը մեծանում։ Ռուսական դրոնը ռեկորդային խորությամբ ներխուժել է Ռումինիա, ստիպելով օդ բարձրացնել ռումինական եւ գերմանական կործանիչները։ Սա արդեն 13-րդ նման դեպքն է։ Մենք գործ ունենք ռուսական անօդաչուի նոր ներխուժման Ռուսաստանի կողմից Ռումինիայի դեմ նոր սադրանքի հետ։ Անօդաչու, որը ռումինական բանակը եւ գերմանացի օդաչուները փորձել են խոցել։ Բանակցային գործընթացն ընթանում է տեղեկատվական լարվածության պայմաններում։ Կրեմլը հերքել է Աբու Դաբիում խաղաղության ծրագրի քննարկումը, հաստատելով միայն գերիների փոխանակման շուրջ շփումները, իսկ մամուլի արտահոսքերը որակել որպես գործընթացին խոչընդոտելու փորձ։ Բիշկեկում Վլադիմիր Պուտինը Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցի ժամանակ ներկայացրել է Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքը։ Ուրախ կլինեմ ձեզ տեղեկացնելու Ուկրաինայում խաղաղ ճանապարհով մեզ համար ընդունելի եւ ցանկալի արդյունքների հասնելու ուղղության մասին։ Գիտեմ, որ դուք հետևում եք դրան եւ միշտ մտահոգված եք դրանով։ Դուք այն մարդկանցից եք, որոնք ձգտում են այս հակամարտության ավարտին։ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել քննարկել Միացյալ Նահանգների առաջարկած ծրագիրը, պայմանով, որ բանակցություններին մասնակցի նաև Եվրոպան։ Զգուշանալով տարածքային զիջումների Թրամփի հարկադրանքից, նա դաշնակիցներին կոչ է արել Ուկրաինայում տեղակայել զսպող ուժեր եւ շարունակել աջակցությունը, մինչև Ռուսաստանը պատրաստ չլինի իրական խաղաղության։ Մենք հաստատապես համոզված ենք, որ Ուկրաինային վերաբերող անվտանգային որոշումները պետք է ներառեն Ուկրաինան։ Դա էր մեր դիրքորոշումը Ժնևում, եւ միշտ Եվրոպային վերաբերող անվտանգային որոշումները պետք է ներառեն Եվրոպան։ Եվ նույնը վերաբերում է Կանադային, Ճապոնիային, Ավստրալիային, Նոր Զելանդիային, այլ երկրների եւ յուրաքանչյուր ազգի։ Սա արդար է եւ դա իսկապես աշխատում է։ Քանի որ երբ ինչ-որ բան որոշվում է երկրի կամ նրա ժողովրդի թիկունքում, միշտ մեծ ռիսկ կա, որ դա ուղղակի չի աշխատի։ Ֆինանսական եւ քաղաքական ճնշման լծակները եւս գործի են դրվել։ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան աշխատում են Եվրամիության հետ ռուսական սառեցված ակտիվները Կիևին աջակցելու համար օգտագործելու ուղղությամբ, իսկ Լոնդոնը խոստանում է նոր հրթիռներ։ Այս բազմակողմ ջանքերը զուգադրված ՄԱԿ-ի տարածքային ամբողջականությունը հարգելու կոչի հետ ցույց են տալիս, որ չնայած ռազմաճակատում Ռուսաստանի ճնշմանը եւ Միացյալ Նահանգներից եկող փոփոխական ազդակներին, Եվրոպան փորձում է կանխել Ուկրաինայի կապիտուլյացիան եւ հասնել կայուն խաղաղության։ Դավիթ Գենջոյան, Reopen Media. Russia until there is